Հռոմում առաջին անգամ հանրության համար կբացվի Կոլիզեումի տակ գտնվող գաղտնի թունելը, որով անցել են հռոմեական կայսրերը գլադիատորների հետ հանդիպելու, զայրացած ամբոխից խուսափելու եւ ամֆիթատրոնից անաղմուկ հեռանալու համար։ Կոլիզեումի Passaggio di Commodo կամ Կոմոդոսի անցում կոչվող հնագիտական պուրակի թունելը վերականգնումից հետո կբացվի զբոսաշրջիկների համար։ Ասում են, որ այն կառուցվել է Դոմիցիանոսի եւ Տրայանոսի գահակալության միջև ընկած ժամանակահատվածում, սակայն թունելն իր անունը ստացել է Հռոմի կայսր Կոմոդոսի պատվին, որը գլադիատորական մարտերի մեծ երկրպագու էր։ Այս անցումը միացնում էր Պուլվինարը, այսինքն բեմը, որը նախատեսված էր կայսրության ամենաբարձրաստիճան պաշտոնյաների համար, որը գտնվում էր Կոլիզեումի փոքր առանցքի հարավային ծայրում, հուշարձանի արտաքին մասի հետ։ Այս անցումը վերականգնելը բավականին դժվար էր, քանի որ այն շատ խոնավ տեղ է։ Սա հիմքի ներսում է, ուստի երբ ստեղծել են անցումը, ստիպված են եղել բախվել բազմաթիվ ջրահեռացման անցումների հետ։ Իրականում սա նաև այնքան էլ լավ վայր չէ սվաղելու եւ որմնանկարներ անելու համար։ Դա բավականին դժվար էր, մենք այն արել ենք ժամանակակից տեխնոլոգիաների կիրառմամբ։ Մեզ համար անչափ կարևոր է, որ այն շարունակի պահպանվել։ Մենք շարունակում ենք պահպանել այն առանց մակերեսը փչացնելու, որպեսզի կարողանանք փոխանցել ապագա սերունդներին։ Հնագետները նշում են, որ գաղտնի թունելի նախագծեր են ավելացվել Ֆլավիոսների ամֆիթատրոնի կառուցման ժամանակ, եւ այն կառուցվել է մերթվարկության առաջին եւ երկրորդ դարերի միջև ընկած ժամանակահատվածում։ Ստորգետնյա անցումն օգտագործվել է նաեւ ռազմաճակատների ժամանակ տարածքը ջրով ծածկելու համար։ Թունելը, որը հայտնաբերվել է 19-րդ դարում Ֆլավիոսների ամֆիթատրոնի հիմքերի պեղումների ժամանակ, 55 մետր հետո է ընդհատվում։ Դրա մնացած մասն ավերվել է Հռոմի տակ կոյուղու խողովակների տեղադրման ժամանակ։ Հետևաբար թե որտեղ է այն տանում, շարունակում է մնալ առեղծված եւ պատմաբանների եւ հնագետների համար։ Փորձագետներից ոմանք ենթադրում են, որ այն տանում էր դեպի արևելք, դեպի գլադիատորների զորանոցներ։ Կոլիզեումը կառուցվել է մերթվարկությունից առաջ 80 թվականին եւ մնում է աշխարհի ամենամեծ կանգուն ամֆիթատրոնը։ 21-րդ դարում Կոլիզեումն աշխարհի նոր 7 հրաշալիքներից մեկի կոչման հավակնորդների շարքում էր եւ 2007 թվականին անցկացված քվեարկությունից հետո այն ճանաչվել է որպես աշխարհի նոր 7 հրաշալիքներից մեկը։ Ռիադի գրքի միջազգային տոնավաճառի եռուզեռի մեջ ընտանիքներն օգտվում են առիթից ոգեշնչելու իրենց երեխաներին, որպեսզի գիրք կարդան եւ որպեսզի իրենք ունենան ընթերցողների նոր սերունդ։ Ծնողներն ամենամյա միջոցառումը համարում են գործիք իրենց երեխաներին բջջային հեռախոսների եւ պլանշետների գրավչությունից հեռու պահելու համար։ Նրանք ասում են, որ ցանկանում են մատաղ սերնդի մեջ սերմանել ընթերցանության հանդեպ սերը։ Մեծահասակներն իրենց երեխաներին խոստացել են, որ կգնեն ցանկացած գիրք, միայն թե նրանք կարդան։ Ռիադի գրքի միջազգային տոնավաճառը, որը մայրաքաղաքի ամենասպասված մշակութային միջոցառումներից մեկն է, տևում է 10 օր եւ ամեն օր գրավում է հազարավոր այցելուների։ Միջոցառման կազմակերպիչների նպատակներից մեկը երեխաների շրջանում ընթերցանության խթանումն է, ուստի նրանք հոգացել են նաեւ փոքր այցելուների համար միջոցառումներ եւ զվարճանքներ կազմակերպելու մասին։ Ռիադի գրքի միջազգային տոնավաճառն առաջին անգամ մեկնարկել է 2018 թվականին։ Այս տարվա միջոցառումը, որը կազմակերպել է Սաուդյան Արաբիայի մշակույթի եւ տեղեկատվության նախարարությունը, կոչվում է Ռիադը կարդում է եւ միավորել է ավելի քան 2000 հրատարակչի 25 երկրից։ Հազարավոր հանդիսատեսներ հեղեղել են Հոնկոնգի Թայ-Հանգ թաղամասի նեղ փողոցները, դիտելու դարավոր կրակե վիշապի պարը, որն ապշեցուցիչ տեսարան է։ Ավելի քան 140 տարվա պատմություն ունեցող ավանդական ներկայացման մեջ ավելի քան 300 մասնակից ցուցադրել է 67 մետր երկարությամբ վիշապի պարը լեփ-լեցուն փողոցներում։ Տասնյակ հազարավոր այրվող բուրումնավետ փայտիկներով ծածկված վիշապ տանցել է զվարճացող ամբոխի միջով։ Տոնի մասնակիցները բարձրացրել են իրենց հեռախոսները կրակոտ տեսարանը նկարահանելու համար։ Ընդմիջման ժամանակ վիշապից հանել են կիսով չափ այրված փայտիկները եւ բաժանել հանդիսատեսին։ Խորհրդանշական ժեստ, որը ինչպես ասում են, հաջողություն, օրհնություններ եւ առողջություն է բերում գալիք տարվա համար։ Լավագույն վիշապների շոուն, որը ես երբևէ տեսել եմ, այն այնքան զարմանալի է։ Շատ ուրախ եմ այստեղ լինելու եւ այն տեսնելու համար։ Սա շատ կարեւոր իրադարձություն է բոլոր պարողներով եւ մասնակիցներով հանդերձ։ Ամեն ինչ խաղաղ է, լավ կազմակերպված։ Սա շատ լավ օրինակ է, թե ինչպես է հնարավոր միասին լավ նշել որևէ տոն։ Կրակե վիշապի պարը ծագել է որպես ժանտախտը վերացնելու ծես Թայհանգում 19-րդ դարի վերջին։ 2011 թվականին այն ընդգրկվել է Չինաստանի ոչ նյութական մշակութային ժառանգության ազգային ցանկում։ Տոնակատարությունը տևում է 3 գիշեր։
Ավարտվել է 190-րդ Օկտոբերֆեստը, 16 օրվա ընթացքում 6.5 միլիոն հյուր է մասնակցել տոնին։ Միջոցառման կազմակերպիչներն այն համեմատել են ռոլեր քոստեր ատրակցիոնի հետ, սակայն շտապել են հավելել, որ այս տարի մասնակիցների թիվը նվազել էր, ինչը պայմանավորված էր նրանով, որ փառատոնը 1 օրով փակվել էր։ Միջոցառման կազմակերպիչները նաև փաստել են, որ նախկինում երբեք նման շոգ եղանակի պայմաններում Օկտոբերֆեստ չեն անցկացրել։ Դրսում ջերմաստիճանը 30 է եղել ըստ Ցելսիուսի, իսկ հետո կտրուկ նվազել է։ Բացի լավ տրամադրությունից, տապակած հավից եւ գարեջրից, փառատոնի մասնակիցները ստիպված են եղել հաղթահարել նաև այն, որ անօդաչու թռչող սարքերը հնարավոր է խանգարեին տոնակատարություններին։ Մեկ օր են կորցրել ռումբի սպառնալիքի եւ Մյունխենի հյուսիսում գտնվող մի տանը պայթուցիկների հետ կապված անորոշ իրավիճակի պատճառով։ Մի ընտանիքի անդամների միջև կրակոցներ էին հնչել։ Այնուամենայնիվ տեղական ոստիկանությունն աշխարհի ամենամեծ գարեջրի փառատոնն այս տարի ամփոփել է որպես հիմնականում խաղաղ եւ հաճելի, չնայած ալկոհոլի մեծ քանակին։ Հյուրերը խմել են 6.5 միլիոն լիտր գարեջուր, ինչը մի փոքր պակաս է 2024 թվականի 7 միլիոն լիտրից։ Օկտոբերֆեստի տվյալների համաձայն այցելուները փառատոնի ընթացքում կորցրել են 4500 առարկա, որոնց թվում են դրամապանակներ, հագուստ, ակնոցներ, հովանոցներ եւ բջջային հեռախոսներ։ 2.5 շաբաթ տևողությամբ միջոցառումը վայելում է համաշխարհային ժողովրդականություն եւ սկիզբ է առնում 1810 թվականին Բավարիայի թագաժառանգ Լյուդվիգի եւ Սաքսոնիա Հիլդբուրգհաուզենի արքայադուստր Թերեզայի հարսանիքը նշելու համար անցկացված ձիարշավից, որն այժմ ամեն տարի գրավում է առնվազն 6 միլիոն այցելուի։ Միացյալ Նահանգների բանակը եւ ռազմածովային ուժերը նշել են 250-ամյակը Դելավեր գետի երկայնքով Ֆիլադելֆիայում նավերի շքերթով, որտեղ այն հիմնադրվել է 1775 թվականին։ Հսկա նավերն անցել են քաղաքի հորիզոնի կողքով, իսկ այդ ընթացքում նավաստիները շարված են եղել տախտակամածների վրա։ Կործանիչ ինքնաթիռները եւ Bell Boeing V-22 Osprey-ները թռել են երկնքում, իսկ ափամերձ պահպանության նավերը եւ քարշակային նավերն ուղեկցել են հսկա նավերին գետում։ Ռազմածովային ուժերի Ֆիլադելֆիայի տոնակատարությունը հարգանքի տուրք է մատուցում երկրի վաղ գաղութները պաշտպանելու համար ուժերի ստեղծման 2.5 դար տևած ծառայությանը։ Հիշատակման արարողությունը կշարունակվի հանրային նավերի շրջագայություններով, Միացյալ Նահանգների ռազմածովային նվագախմբի ելույթներով եւ անցյալի ու ներկայի նավաստիների հիշատակին նվիրված արարողություններով։ Թայլանդի արևելյան Չոնբուրի նահանգում, որը Բանգկոկից մոտ 120 կիլոմետր հեռավորությամբ է, տեղի է ունեցել գոմեշների մրցավազքի ամենամյա փառատոնը, որը գունագեղ շքերթով գրավել է հարյուրավոր բնակիչների։ Դարավոր ավանդույթը սկիզբ է առել որպես կենդանիներին գյուղատնտեսության մեջ իրենց ծանր աշխատանքի համար մեծարելու միջոց։ Այսօր մրցավազքերը վերածվել են մի միջոցառման, որին ականատես լինելու համար մարդիկ ժամանում են ամբողջ տարածաշրջանից։ Գոմեշներից շատերն այժմ մարզվում են արագ վազելու, այլ ոչ թե դաշտային աշխատանքի համար։ Նրանք սլանում են ցեխոտ հետներով հանդիսատեսի ծափահարությունների ներքո։ Փառատոնը համայնքային միջոցառում է, որտեղ ընտանիքները, երեխաները եւ տարեց բնակիչները շարված են մրցուղու երկայնքով։ Մարզիչները դույլերով ջուր են ցողել կենդանիների վրա, որպեսզի նրանք չշոքեն։ Այստեղ ընկնելը եւ վնասվածքներ ստանալը հազվադեպ չեն, քանի որ հետյալները, որոշները նույնիսկ 10 տարեկան, կարճած են հսկայական կենդանիների մերկ մեջքից եւ այդ ընթացքում գոմեշները մեծ արագությամբ առաջ են սլանում։ Եվ չնայած բոլոր ռիսկերին, գոմեշների մրցավազքը մնում է նահանգի օրացույցի գլխավոր իրադարձություններից մեկը։ Վենեսուելայի Արագուա նահանգի Սան Ֆրանցիսկոս դե Ասիս քաղաքի բնակիչները նշել են Սուրբ Ֆրանցիսկոս Ասիզեցու տոնը, կրյաների մրցավազքով, որին մասնակցել է 80 ներկված եւ զարդարված կրյա։ Այս անգամ գրանցվել է վերջին տարիների ամենամեծ մասնակցությունը։ Երեխաներն ու մեծահասակները հավաքվել են Սան Ֆրանցիսկոս դե Ասիս եկեղեցու դիմաց, իրենց կրյաներին ծափահարելու եւ նրանց դեպի վերջնագիծ տանելու համար։ Սա սիրելի ավանդույթ է տեղացիների շրջանում։ Նպատակն է զվարճացնել համայնքին, մասնավորապես երեխաներին։ Բնակիչ Կլաուդիա Բարիոսի խոսքով կրյաների մրցավազքը դարձել է հովանավոր սրբերի ամենամյա տոնակատարությունների ամենացայտուն եւ խորհրդանշական միջոցառումներից մեկը։ Այսօրվա համար մեր քաղաքը տոնական է հագնվում, քանի որ սրանք հովանավոր սրբերի տոնակատարություններն են։ Այս միջոցառումները տարեցտարի մեծ ճանաչում են ձեռք բերում։ Այս տարի հաղթողը 20-ամյա Ռոբերտո անունով կրյան է, որի տերը Վիկտոր Մարտինեսն է։ Կրյան գրավել է առաջին տեղը իր դեբյուտային մրցավազքում։ Մարոտ Հարվերդյան, Այլ լուրեր։